Դուք 21-27 թվականներին Սևան Լճի կառավարման ծրագիր եք որդեգրել, որի արդյունքում 2 միլիարդի վարկայի ծրագիր հաստատվի։ Եվ Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանը պետք է 25 թվականի 3-րդ եռամսյակում շահագործման հանձնվեր։ Չկա։ Մարտունի Վարդենիս էլ չասած։ Հիմա ուզում եմ հստակ ասեմ, 802 միլիոն դրամի պայմանագիր է ստորագրվել, որտեղ ջրպետկոմը իրավական առումով կողմ է եղել։ Այդ գումարները ինչ եղավ, եւ շրջակա միջավայրին հարց եմ տալիս նախարարին, ասում եմ, այդ գումարները ինչ, ասում եմ, մենք խաբար չենք դրանից։ Պարոն Ղալանքարյան, առաջ հայացքից թվում է, թե դուք մեծ գործ եք արել, բայց խոսքը վերաբերելի է ընդամենը ծնհալի ջրերի մասին, որոնք ի սկզբանե տարիների վեր առանց ասույց ձևավորելու, դրանք գետերի անձևաճրերն են, որոնք որ կար ժամանակների հատվածում է հոսում, այսինքն կարող է լինել կարանային եղեղումների ժամանակ եւ ավարտվել հունիս ամսին էլի։ Ես կարծում եմ դրա փոխարեն կարելի է ջրային կառավարման ոլորտը ենթակառուցվածքները ճիշտ կառավարել, որի արդյունքում 40-50% կորուստ չունենայինք եւ ռոռոկման ջրի սակագինը 11 դրամից նվազեցնել։ Դա ավելի հստակ նախագիծ է, որը կարծում եմ պետք է բերվեր։ Եվ ստեղ թվեր եք նշան նախագծի մեջ 80,000 հեկտար, 84,000 հեկտար։ Բազմաթիվ հարցումների եւ վիճակագրություն այլ եմ, ձեր ռոռոքելի տարածքները ընդամենը տատավում է 32,000 հեկտարից մինչեւ 35,000 հեկտար, որը որ չէ հստակեց, այսինքն դուք ասույց ձևավորելուց էլ 3,000 հեկտարի տարբերություն ունեք, հիմա ստեղ եկել եք եւ մեծ ոգևորությամբ ասում եք, որ ժողովուրդ ջան, տեսեք մենք դա ի սկզբանե էլ առաջի ջրերը որ եկել է գյուղերում ովքեր կապրեն վկայեն, դրանք ծնալքի ջրերն են, սացիլացման ջրերն են, որոնք տարիների վեր եկե անվճար այդ առաջի ջրերը ժողովուրդը տվել են։